Սիրելի բարերպաշտ հավատավոր զավակներ, սիրելի հոգևորականներ, խորապես զգացված մեր գնահատանքն ենք ցանկանում բերել ձեզ հայրապետական մեր սերը եւ օրհնությունը, որ դուք այսօր այս պահին եկել եք օդանավակայան ձեր զորակցությունը, ձեր հավատարմությունը արտահայտելու հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին։ Ինչպես գիտեք, մենք հայրապետական երրորդյա այցով մեկնեցինք Ժնև եւ Մարսել, հանդիպում ունեցանք մեր հավատավոր զավակների հետ։ Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ եւ Ժնևի եւ Մարսելի համայնքները ապրում եւ գործում են հոգևոր եւ ազգային ոգով, աշխուժ կյանքով։ Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում է եւ ջերմ վերաբերմունքի արժանանում քաղաքային եւ շրջանային իշխանությունների կողմից։ Այդ վերաբերմունքին մենք ականատես եւ ականջալուր եղանք մեր հանդիպումների ընթացքին պետական ներկայացուցիչների հետ։ Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ arczepiskopոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում եւ իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Մենք սիրելիներ մեր եւ մեր եկեղեցականած ուղերձներում, ինչպես նաեւ կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցական
ների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին լրացնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած եւ կանոնած խախտմամբ գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության եւ թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին սիրելի հայորդիներ մենք կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրսիրությունը, որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի եւ այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը։ Այս առիթով ես ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը ուղղել մեր նվիրյալ եկեղեցականներին, որոնց քաջարի ոգուն դուք հաղորդ եք եւ իրենց կողմից տարածվող հայտարարություններում եւ նաեւ իրենց գործնեությամբ։ Սիրելի եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները եւ լուսամիտ մեր հայրապետների պատգամները։ Այդպես Աստուծո մեր հայրերի եւ մեր ժողովրդի առջև մենք պիտի իրականացնենք տեսիլքը մեր հայրերի հոգեփրկչական առաքելության եւ նաեւ արժանի դառնանք նրանց օրհնությանը։ Սիրելի ժողովուրդ, մենք բազմիցս ասել ենք, որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը։ Ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրումի եւ հավատարմության մեջ։ Եվ Աստուծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները
մեր կյանքում եւ դուրս գալ այս փորձություններից։ Տերը թող օգնական ու պահապան լինի ազգիս հայոց այսօր եւ հավիտյան ամեն։ Ողջ եղեք։ Ժողով ջան, հետ կամ հետ։ Մի րոպե, մի բրտեք երեխեք։ 5-րդ թուրա, 5-րդ թուրա։ Չէ, Հարգելի հետևորդներ, վեհափառն իր ուղերձը հղեց օդանավակայանի բակում մուտքի մոտ